Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի արդիվ վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ձերբակալված 3 դպրոցականների նկատմամբ։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դեռևս մանրամասներ հայտնի չեն։ Նախօրեին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ քաղաքացին փորձել էր հարվածել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Բացի նշված քաղաքացին, իրավապահները ձերբակալել էին ևս 2-ին, որոնք, ինչպես պարզվել էր ավելի ուշ, դպրոցականներ են։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը առաջիկա ընտրություններին դաշինք կկազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք նոր են և ներկայացնում են նոր առաջնորդություն Հայաստանում։ Այս մասին Armenia հեռուստաընկերության եթերում հայտարարել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Մեր հասարակությունում կա մեծ սպասելիք հանրային միավորման, համախմբման, քանի որ արդեն իսկ տարիներ շարունակող պառակտումը խանգարում է մեր հասարակությանը բնականon զարգանալ։ Եվ այդ իսկ պատճառով մենք որոշեցինք գնալ դաշինքային սկզբունքով այն ուժերի հետ, որոնք նոր են, որոնք նոր առաջնորդություն են ներկայացնում Հայաստանում եւ կարծում եմ, որ դա ամենաճիշտ ձևաչափն է Հայաստանում փոփոխություններ բերելու, որակական նոր փոփոխություններ։ Նախօրեին Գավառ այցելության ժամանակ էր Նարեկ Կարապետյանը հայտարարել այլ ուժերի հետ դաշինք կազմելու ցանկության մասին, թե ինչու եւ որ ուժերն էին ներգրաված այդ ցանկում չէին ցանկացել բարձրաձայնել։ Պատտվող շշուկներին, թե իրենց հավաքած ձայները ընտրություններից հետո կտան մեկ այլ ուժի, Նարեկ Կարապետյանը եւս մեկ անգամ հաստատել է։ Իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Ես եւս մեկ անգամ ասում եմ, յուրաքանչյուրը կարող է գրած գալ ուժեղ Հայաստան ընտրելու է վարչապետ Սամվել Կարապետյանին, Հայաստանի նոր առաջնորդություն է պետք։ Չի ընտրելու ոչ մեկին ընդդիմությունից, ընտրելու է Սամվել Կարապետյանին, նոր առաջնորդություն է պետք եւ մենք պատրաստ ենք գրած գալ յուրաքանչյուրի հետ Հայաստանի նոր առաջնորդություն է լինելու, նոր առաջնորդ է լինելու, ով Հայաստանը անելու է աղքատությունից եւ ապահովելու է երաշխավորված խաղաղություն։ Իրանը կրկին հարվածել է Բաղդադում և Քուվեյթում ամերիկյան բազաներին, խոշոր վնասներ պատճառելով։ Իրաքյան լրատվամիջոցները հաղորդել են Իրաքի Սուլեյմանիե քաղաքի ամերիկյան համալսարանի հրթիռակոծման մասին։ Իրանական հրթիռները պտտվում են նաև Թել Ավիվի երկնքում, իսրայելական հակաօդային պաշտպանությունը չի կարողանում որսալ դրանք։ Չնայած Իրանի զանգվածային հարձակումներին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսանյութ է հրապարակել X-ի իր էջում իրանական Սպահան քաղաքի զինամթերքի պահեստի ավիահարվածներից։ Երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին ի պատասխան հայտարարել է մեջբերում. «Ժամանակն է վտարել ԱՄՆ ուժերը տարածաշրջանից։ Մեր հարձակումները ուղղված են ագրեսիվ թշնամու դեմ, որը չի գնահատում արաբներին կամ իրանցիներին։ Թշնամու, որը սկզբունքորեն անկարող է ապահովել տարածաշրջանի անվտանգությունը»։ Զուգահեռ X-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Թրամփը, որտեղ երևում է, թե ինչպես է ինքը դեռ 1984 թվականի հարցազրույցներից մեկում ասել, թե Միացյալ Նահանգները պետք է վերահսկողություն ստանձնի Իրանի նավթային ենթակառուցվածքների նկատմամբ։ Go in and grab one of their big oil installations, and I mean grab it and keep it. ԱՄՆ-ն Իրանի Սպահան քաղաք է ուղարկել 900 կիլոգրամանոց բունկեր բաստեր ռումբեր, տեղեկությունը հայտնել է The Wall Street Journal-ը։ Հրթիռային հարվածի հետևանքով Իրանի Սպահան քաղաքում գտնվող զինամթերքի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել։ Խաղաղության խորհուրդ ստեղծած ԱՄՆ նախագահը մինչ օրս շեշտում է, իրենց նպատակը Իրանի կառավարությունը տապալելն է, մինչդեռ ամերիկա-իսրայելական հարվածներից տուժում է խաղաղ բնակչությունը։ Սպահանում այսօր հարվածներից հետո Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակը հայտարարել է. «Զինված ուժերը կկտրեն Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսորի ոտքերը»։ Մեջբերում իրենց երևակայություններով ու պատրանքներով նրանք կարծում են, թե քարոզչական պատերազմով, զենքի ու սարքավորումների ցուցադրմամբ, երեխաների, կանանց և երկրի զինված ուժերի հրամանատարների սպանությամբ կկարողանան ստիպել հանձնվել հզոր և հպարտ Իրանին, որը պատմության ընթացքում չի հանձնվել իր թշնամիներին, կամ իրենց կեղծ երևակայությամբ կտիրեն Հորմուզի նեղուցին։ Իրենց այդ երազանքը հենց այդտեղ էլ ընդմիշտ կթաղենք։ Մեջբերման ավարտը։
Լիբանանում թեժ մարտերի ժամանակ 5 իսրայելցի զինվոր է զոհվել, 6-ը վիրավորվել։ Միջազգային լրատվամիջոցները նկատել են, որ Իսրայելից ուղարկված սանավիացիոն ուղղաթիռների քանակը չի համապատասխանում ընդամենը 5 զոհի եւ 6 վիրավորի թվին։ Չնայած օրեցօր թեժացող կռվին եւ շարունակվող ռմբակոծություններին, մինչ օրս իսրայելական կողմը իր զոհերի մասին, ընդ որում նաեւ քաղաքացիական շրջանում, ընդամենը մի քանի անգամ է հայտարարել։ Լիբանանի իշխանությունները հայտնել են, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 1247 մարդ, իսկ վիրավորվել 3690-ը։ Զոհերի թվում են նաև ՄԱԿ-ի 2 խաղաղապահներ, որոնք սպանվել են Լիբանանի հարավում գտնվող Բանի Հայան գյուղի մոտակայքում իրենց ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ Սա վերջին 2 օրվա ընթացքում միավորված ազգերի կազմակերպության ուժերի թիրախավորման արդեն երկրորդ մահաբեր դեպքն է։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հիասթափեցնող է համարել Իսպանիայի իր օդային տարածքը փակելու որոշումը։ Ռուբիոյի խոսքով Իսպանիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, որին պաշտպանել է իրենց պարտականություններից է, սակայն այս ամենը հաշվի առնելով փակում է իր օդային տարածքը։ ԱՄՆ պետքարտուղարին ավելի շատ կաշկանդել է Իսպանիայի նախագահի այդ լուրը հպարտությամբ հայտարարելը։ Նախորդին Իսպանիան հայտարարել էր իր երկրի օդային տարածքը փակելու եւ Իրանի դեմ պատերազմող ինքնաթիռների մուտքը արգելելու մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր օգնականներին ասել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմական արշավը, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա, հաղորդել է Wall Street Journal-ը, հղում անելով վարչակազմի պաշտոնյաներին։ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, Վաշինգտոնը լրջորեն բանակցում է Թեհրանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ, սակայն եթե շուտով համաձայնության չգան եւ Հորմուզի նեղուցն անմիջապես չբացվի, ԱՄՆ-ն ամբողջությամբ կոչնչացնի Իրանի բոլոր էլեկտրակայանները, նավթահորերն ու Խարկ կղզին։ ԱՄՆ նախագահն անցած շաբաթվա սկզբին հնգօրյա ժամկետ տվել Իրանին գործարքի գնալու համար, սպառնալով հարվածել երկրի էներգետիկ օբյեկտներին, իսկ շաբաթվա վերջին 10 օրով երկարացրել էր այդ ժամկետը։ Խաղաղության եւ բարության ձգտող Իսրայելի խորհրդարանն ընդունել է օրենք, որով ահաբեկչական հարձակումների համար մեղադրվող պաղեստինցիները կկրեն ոչ թե ցմահ ազատազրկման պատիժ, այլ կենթարկվեն մահապատժի։ Նրանց կախաղան կբարձրացնեն 90 օրվա ընթացքում առանց ներհում շնորհելու իրավունքի։ Եվրոպայի մի շարք երկրներ զգուշացրել են, որ այն կարող է խաթարել դեմոկրատական սկզբունքները։ Խորհրդարանի անդամներից մի քանիսը այցելել են տեսնելու, թե ինչպես են կազմակերպվել աշխատանքները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն աջակցել է նախաձեռնությանը։ Ի դեպ, ամիսներ առաջ, երբ Իրանը հայտարարել էր ցույցերի ընթացքում ահաբեկչություն իրականացրածներին մահապատժի ենթարկելու մասին, հենց Իսրայելի վարչապետն էր Իրանի կառավարությանը որակել որպես բռնակալ։